պատասխանի էլի մարդուն գիժ է սարքում արա։ Ասա։ Դա որ է սա աղբեր, գտար մանանին։ Այտենց մարդ մեր կյանքում էլ չկա, Լեո։ Ինչ ես խոսում, ինչ ա եղել։ Հա, չկա։ Ինքը մեր համար էլ գոյություն չունի։ Մոռացի այդ անշնորհակալ տականքին։ Լավ, մատ հանգստացի, ինչ էլ արած լինի մեր քուրն է, ինչեր ես ասում։ Որ մեր այդքան արածը գետնով տվեց, չգնահատեց, ուրեմն մենք էլ քուր չունենք։ Դու ավելի լավ եմ տեղդ ասա, հա, ոնց որ դու քեզ լավ չես զգում, ասա տեղդ գամ։ Լեո, ասում եմ մենք քուր չունենք։ Ավ ես ոնց որ քնում ես։ Դու շարունակի լավը հավեսա։ Կարող է գնաս պարկես, համել ես հոգնեցի։ Եթե ես քնելու լինեմ, սենց էլ կքնեմ, դու շարունակի։ Այսով ես գիշերվա կես փունը կորսել եկել մեր տան դուրն է կոտրում։ Ես կբացեմ։ Մի հատ գլազոկից էլ կնայես։ Ես դարդին մենակ ուսերս մերսելու համար հաստատ կարելի է պահել։ Արեդ դու խթել էլ քեզ այնքան ուտում, որ արդեն իմ առաստանի մեջ առոք թառոք քո համար պարկել ես ու չես մտածում, հա, որ կարող է ցանկացած պահի գամ ու վիզդ վրիցդ պոկել։ Շնորհքն ինչա։ Շնորհքն ինչա, որ չունես աներորդի։ Հիվանդանոցից նոր դուրս գրված տղա եմ։ Եկել գոռում, ճավում ես, որ ինչ անես։ Որ ինձ մի բան եղավ։ Կնոջս ձեռքից պրծնելու ես։ Եթե եկել ես Ավոյի հետ բարիշելու մնա, եթե չէ գնա հունով։ Դու ավելի լավ ես հուս մնա։ Դու չգիտեմ ով ես դարել, ինչ ես մտածում առհասարակ։ Մի րոպե։ Ախ, ես վերքս սպանում եմ։ Խնդրում եմ։ Ես թույլ չեմ տա իմ կնոջ հետ տենց խոսաս։ Ինքը էստան տիկինն է, հարգի առնային։ Լավ կանես այդ խորհուրդը քեզ տաս։ Եթե ես իմ կնոջը չհարգեի, բողոքս հետ չէի վերցնի, ու դու հիմա ոչ թե իմ դիմաց կանգնած կլինեիր, այլ բանտում փտելիս։ Մեկ քո նման ոչնչություններին պետք է իրավունք չտաս մարդ լինի։ Չնայած մարդ պետք է լինի, որ այդ իրավունքն ձեռք բերի։ Քանի անգամ եմ ասել, Ավոյից մի վիրավորեք։ Հերիքա։ Ես ինձ լավ չեմ զգում, եղբայր։ Եթե եկել ես շնորհակալություն ասելու, ասեմ պետք չի։ Ու խնդրում եմ, ծնկի չգաս, ոտքերս չպաչես։ Ինչ արել եմ, կնոջս խաթար եմ արել։ Բայց այ հիմա հասկացա, որ սխալվել եմ։ Պետք չէր, արժանի չէիր։ Մի կողմ գնա։ Ավո։ Վերքս։ Մի հատ ես խմի։ Եթե պետքա այս վիճակում լինեիր, ինչի չգնացիր եղբորդ հետ։ Որովհետև հոգնել եմ իրանց հետ նույն տանն ապրելուց։ Ամեն օր նույն սահմանափակումները, նույն պահանջները, նույն… Մի խոսքով ես ուրիշ կյանք եմ ուզում։ Երևի նորից եղբայրդ է։ Չեմ կարծում, Դավիթի խոսքը միշտ վերջնական է։ Ինչ հուզված ես կյանք։ Որովհետև շատ վատ եմ։ Բելը ճիշտն ես ասես նայվել ես, որ
Աղբորոդ հետ չես գնացել, թե որ ստեղ չէի դրանից ես նեղել։ Խնդրում եմ ինձ էլ մենակ չթողնես։ Լավ, բա ոնց եղավ որ աղբորոդ հետ չգնացիր։ Ուզում էիր որ գնայի։ Ինչի մնում ես ում համար։ Պարզ չի որ քո թե սրտովդ չէր, պիտի գնայի ամեն դեպքում։ Չէ որ սրտովս չլիներ, հաստատ հետ չի գա։ Հիմա ինչ է լինելու իմ հետ, կամ ավելի ճիշտ մեր հետ։ Բե հələ որ կմնանք Ելենաս տանը, կմնաս, ինչև տնանք ինչ է լինում։ Այսինքն ես դեռ ստեղ պիտի մնամ։ Ինչից ես դժգոհ որ։ Չէ, դժգոհ չեմ, ուղղակի ուրիշ բանի էի սպասում։ Դավ։ Ուր ես գնում։ Ոնց ուր ես գնում։ Քո հետևից էի գալի, այ ախպեր։ Լեո, մեզ տղա եմ, ճամփենով չէի կորցնի։ Դավ ճամփեն չէ, բայց ոնց որ քեզ կորցրել ես։ Նենց խոսացիր հետս խառնվեցի իրա, չէի կարա տանը քեզ սպասի, ասա ինչ ա եղել։ Ես զարմանում եմ, Լեո։ Ես մեր վրա եմ զարմանում, որ միջև այս պահը չենք հասկացել, թե ում ենք մեծացնում մեր տան մեջ։ Ինչ ասեց որ չեկավ։ Նայեց աչքերից մեջ ու ասեց, որ թքած ունի մեր վրա։ Ու ասեց, որ չի գալու։ Չկարացար հա տուն բերես։ Չէ։ Ու գիտես խնդիրը որն է։ Որ մենք շատ փափուկ ենք եղել իր հետ։ Մի անգամ նույնիսկ իր վրա ձեռ չենք բարձրացրել։ Չենք թողել, որ մի հատ ինչ-որ դժվարություն զգա այս կյանքում։ Ամեն ինչ մեր վրա ենք վերցրել, մենք ենք արել։ Ու ինքը մեր հետ այսպես վարվեց։ Երևի սխալը հենց այդտեղից է։ Փաստորեն մենք ոչ մի բան ենք իր համար։ Լավ լուրջը դե երկու օրվա հայտնված լակոտին ընտրեց։ Ինքը ոչ թե լակոտին է սիրում, այլ այդ լավ կյանքն է սիրում։ Ինքը ուզում է այդ լավ կյանքով ապրի։ Այդ ամբողջ խնդիրը։ Լավ։ Ինքը այդքան չկա որ դու սենց նեղրվեն անում ես։ Քեզով է իրավունք տալիս նման կետ վարվել մի մարդու հետ, ով օգնեց քեզ ոստիկանությունից դուրս գալ։ Սա ինչ ուզում է թողանի ես թքած ունեմ։ Բայց դու քեզ պետք է սենց չպահես։ Չէ, ես ոնց զգում եմ դու պատի փակի տակ լես, մաքուր օդը քո վրա լավ չի ազդում, բայց դու իմ աղբերն ես, դու էլի պրոբլեմ չունես, ասա, երբ պետք է կազմակերպեմ հետ տանեն։ Սիրուհու դու երեխուդ երկար չես կարողանա պահես, կգտնեմ ու կբերեմ բոլորի աչքի առաջ ցույց կտամ։ Ու այդ ժամանակ քո իրական դեմքն էլ կերևա։ Ճիշտ է, Էռնան մի քիչ կողպա, բայց այդ ողբը քո մասով երկար չի տևի։ Խոստանում եմ։ Կարող է այս տունը դու ես առել քո փողերով, բայց ես իմ տունն է։ Ու հենց հիմա ես ուզում եմ որ դու գնաս։ Ոչինչ։ Մի քիչ էլ վայել ես իմ առած բազմոցը։ Քո մր հանգիստ նստի, բայց կգա ժամանակ ավո, քթիցդ կբերեմ, քեզ անստեղ կուղարկեմ, որ հավերժ քո համար հանգիստ կպարկես ու կհանգստանաս։ Լսեցիք, լսում ես, հրդես ինչ էր ասում, հետո չասես թարգմանի մարդը պարծ հայերենով ասում է, հլի մա դու տես ամուսնուտ ինչ օրնակ գցում, ոնց է վիրավորում։ Լսում է, շատ լավ է լսում, բայց քթերիցդ եմ բերելու եմ, որ դու ինձ ու քրոջս թշնամացնում ես։ Քո քրոջը դու ես քո հետ թշնամացնում։ Էռնա դու փոշմանելու ես ամեն ինչի համար։ Բայց ոչինչ։ Այդ ամեն ինչից հետո ես քեզ գրկաբաց կընդունեմ։ Մարդ չգիտի որտե է բռիս աղցավում է։ Ոչինչ աղոջան, քո կյանքի ճակատագիրն է եղել։ Դու միշտ սրան սովոր ես եղել։ Մարդ իր ինքնասիրության վրով անցնի գնա ոստիկանություն դիմումը բողոքը հետ վերցնի, որ ձեր համար լավ լինի։
Մենակ սրան արժանանամ, այս խոսքերին ու այս բառերին, այս օրին հասնեմ։ Ով լավ էլի, ես Հունանի անունից ներողություն եմ խնդրում։ Ինչքան մարդ չեք, մեկա մարդ չեք, մարդու հետ, մարդավարի վերաբերվել չգիտեք, ես զարմանում եմ։ Ավո ես ուր։ Ուր, մաքուրոտ շնչելու, հեռու, այս բազմոցից հեռու, կիլոմետրերով հեռու, ճիշտ էր, որ ինձ դες նվաստացրեց, հա, ասեցինք, հասկացանք սիրտս բամբակից էլ մաքուր է, պարզ է, բայց ինձ այս վիճակին հասցնել պետք չէր։ Դավարի տուն գնա էլի։ Ինչի դուր ես գնում։ Ես ուզում եմ գնամ այդ աղանդաստիրակի հետևից։ Լեո դու ոչ մի տեղ չես գնալու։ Արի ինձ հասցեն ասա էլի։ Լեո ոչ մի տեղ չես գնալու։ Ախպերս կլինի ես որոշեմ։ Հա դե ես ով եմ որ մի հատ էլ ինձ լսեք։ Դավո, կամ հիմա ինձ հասցեն ես ասում, կամ էլ առանց քո ասելու ես կճշտեմ ինքը որտեղ է։ Ինչի ես ուզում գնաս իրան տենաս, որ ասիեն ինչ որ ինձ է ասել։ Լավ, մի ասա։ Լեայից կճշտեմ որտեղ է։ Քաշ տալով տուն եմ բերելու։ Այս քո վիճակի համար քթերից եմ բերելու, Դավո։ Լեո։ Լեո, հետ արի ասում եմ։ Ես էլ բարկում էի, որ քեզ զանգեմ։ Տեղն ասա ինձ։ Այսինքն տեղը։ Իմ անշնորհակալ քրոջ տեղն ասա, Լեա։ Լեո, ես հասցեն ասել եմ Դավիթին, Դավիթն էլ գնացել է Մանանի հետևից։ Պետք է որ արդեն տանը լինեին։ Հələ ես էլ ուզում էի զանգեի իմանալ ամեն ինչ կարգին է, թե չէ։ Չէ, կարքին չի։ Ամեն ինչ շատ վատ է։ Ախպերս մենակ է եկել։ Ինձ հենց հիմա հասցեն ասա, Լեա։ Այսինքն Մանանը իր հետ չի եկել։ Լեա, կամ ինձ հասցեն ես ասում, կամ էլ ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ։ Լեո, առավել եւս այդ վիճակում ես քեզ ուր հասցետամ։ Ուրեմն կգամ ձեր տուն։ Ընտրի, Լեա ջան։ Ով է ասել, որ Էռնան ապրել չգիտի։ Ու ինչի պիտի իմ փոխարեն որոշումներ կայացնեք, ով։ Ով է ասել, որ ես պաշտպանության կարիք ունեմ։ Կյանքս շատ մի մտածի նա մի քիչ խառը է տապա, բայց ես սաղ կկարգավորեմ քիչ մնաց։ Ուղղակի ուզում եմ ասեմ, որ ես տուն էլ չեմ կարող հետ գնամ, որովհետև Դավիթն իմ առաջ պայման դրեց։ Դու խտ չգցես։ Երեխեք թեյ կամ սուրճ կուզեք։ Չէ, ցավդ բանում ես արդեն դուրս կամ։ Դու մենակ ես հրաշքից լավ նայի, ես լրիվ գոհ եմ քեզնից։ Անպայման։ Գնացի։ Հանկարծ դու խտ չգցես։ Չեմ ուզում քնել, չեմ ուզում իջացրու։ Փաստացի քնացել չեմ ուզում։ Չեմ ուզում։
Չեմ զգացել ոնց է աչքս կպել։ Քանի գիշերը չեմ քնել։ Չէր կարողանում առանց ինձ։ Հիմա որ ազատության մեջ ես կարողացա մի պահ թուլանալ։ Դե արի պարկի հանգստացի։ Չէ, դու ինձ ասա ոնց անցավ քո այդ ականքի հանդիպումը։ Վատ։ Ինձ մի կերպ եմ զսպել, որ դրան չջարդեմ։ Էլի քույրդ թեփերը փռել էր վրա։ Դե ոչինչ։ Քույրս հիմա շատ բան չի հասկանում, ով է սարքած խավարի մեջ է։ Բայց ոչինչ, կանցնի։ Եթե նկատել ես, ես հիմա իմ թշնամիներին այլ կերպ եմ իմ ճանապարհից հեռացնում, ուրիշ մեթոդներով։ Նկատել եմ։ Երբ այսօր թողացիր, որ այդ տղան մեր տնից ողջ դուրս գար։ Երեխեք ուր են։ Սենյակներ։ Դե պարկի։ Ունան ինչ ես անում, թող երեխեքը քնեն։ Այնա։ Քեզ իրոք հանգստանալը պետք։ Ինչ եք հերթով բոլորդ գալիս գնում։ Իսկ քո ողնաշարը փշրելու եմ Դավոյի հետ տենց վարվելու համար։ Ուրեմն չուղարկե իր հետևիցս։ Չեմ ուղարկել։ Ինքն է եկել։ Որովհետև մենք պատվի մեռած ենք, ի տարբերություն քեզ։ Ու չենք կարա թողնենք, որ մեր քուրը ուրիշ տեղ գիշերի։ Ես խնդիր չունեմ, մանանը կարա մնա այնքան, ինչքան որ ուզում է։ Չի կարա ու չի մնա։ Կարծում եմ նորմալ չի էս ամեն ինչը։ Ված թող ես չեմ գալու։ Դու արդեն գալիս ես մանան։ Իսկ ձեզ կխնդրեմ, որ մեր ընտանիքի հարցերին չխառնվեք։ Անցարարաջ։ Թող չեմ գալիս ես։ Ոստե ասեցի։ Լեո չեմ գալու։ Լեո բաց թող մանանին։ Լիա, եթե եկել ես ստեղ, որ մանանին իմ ձեռից տանես, ասեմ, որ հուսախապ ես լինելու։ Իսկ չես մտածում, որ աղջիկը սիրում է։ Կարելի է նաև իր զգացմունքները հաշվի առնել։ Չէ ինչի, մանան նովա որ սիրի։ Մանանը պետք է մենակ իրանց ուզածով շարժվի։ Լեո, հանգստացի, արի նորմալ խոսենք։ Բաց թող ձեռքը։ Հա։ Լավ։ Ուրեմն քեզ էլ մեր տուն եմ տանում։ Լեա։ Քեզ տանում եմ մեր տուն։ Թե մեր սերը սենց քայլերի ընդունակ չի, կամ օրինակ աղբորը չափ չկան։ Արի, քեզ մեր տուն եմ տանում։ Ինչ կլինի որ։ Լեո, ինչ ես խոսում։ Ինչ եմ խոսում որ։ Ասում եմ քեզ տանում եմ մեր տուն, ինչ կլինի։ Խնդրում եմ հանգստացի, նորմալ խոսենք։ Անցար առաջ։ Ասեցի չեմ գալիս։ Քո ասածը ոչ մի բան է, ասում եմ անցի առաջ։ Չեմ ուզում։ Հասկացար, չեմ ուզում։ Ու եթե ես ինչ-որ բան չեմ ուզում, դու ինձ չես կարա ստիպես։ Վաղուց երեխա չեմ։ Ու ընդհանրապես ոչ ոք արտոնություն չունի ինձ որևէ բան ստիպելու։
Դուք չուզեցաք ինձ հասկանաք, թե ես ինչ եմ զգում, ինչ եմ ուզում։ Դուք թքած ունեք։ Ուրեմն ես էլ թքած ունեմ ձեր հիմար մտածելակերպի վրա։ Գնացեք առանց ինձ հանգիստ ապրեք։ Ձեր համար իմ մասին խոսակցություններն ավելի կարևոր են, քան ես։ Կներես, բայց իմ համար ես եմ կարևոր։ Ու դու չես կարող իմ փոխարեն որոշես։ Դա մեկ ընդմիշտ հիշի։ Զզվել եմ արդեն։ Հերիքա, թողեք ապրեմ։ Իսկանից հետո քեզ ինչ ասեմ մանան։ Ոչ մի բան։ Լեային տար ձեր տուն։ Էդ չես։ Ուրեմն դու էլ մոռացի մեր տան տեղը։ Ես արդեն մոռացել եմ ձեր տան մասին հանգիստ տեղի։ Լեո, հանգիստ։ Հանգստացեք, երկուսդ էլ հիմա լարված եք։ Թող մանանը մնա այստեղ, հանգստանա, հետո կխոսեք։ Հանգիստ տեղի Հելենը իմ հարազատն է, ոչ մի խնդիր չի լինի։ Մայր Թերեզան արթնացավ, ծափ տվեք։ Ես ձեզ խնդրում եմ, թող լույսը բացվի, հանգիստ կխոսեք։ Դուք հիմա երկուսդ էլ լարված եք, նորմալ է, անցնելու է սա։ Ինչ։ Դու էլ ես հա փաստորեն են սրբերի շարքին դասվում, որ դիմացինին քննադատում են, հետո ժամանակը ցույց է տալիս, որ ավելի վատ բանի են ընդունակ։ Լավա գոնե գիտակցում ես, որ նոր վարածդ վատ բան է։ Իսկ ես վատի ընդունակ չեմ։ Սխալ մարդու ես սենց բան ասում մանան։ Լեա սուսմն։ Ոչ մի բան մի խոսա։ Լեո, ինձ լսի։ Իրան ընդամենը հիմա հանգիստ է պետք։ Թող հանգստանա, կխոսեք։ Ես էլ եմ ուզում հանգիստ ապրեմ։ Ես էլ եմ ուզում։ Ու ուզում եմ, որ ես հիմա հասկանա ինչ է անում։ Լեո, խնդրում եմ մի գոռա։ Լեա, դու ուղղակի չես հասկանում մենք ինչերի միջով ենք անցել։ Ոնց ենք սրան մեր գլխների վրա պահել։ Ու ինքը այսքանից հետո ինձ այդտենց բաներ ասում։ Այսքանից հետո ինքը իրան սենց է պահում իմ հանդեպ։ Ես իրան ինչ եմ արել։ Ինչ վատ բան եմ արել։ Լեո, լույսը կբացվի, կխոսեք, կհասկանաք։ Մեռա սրա պատճառով գլուխս կախելով, ամաչելով, լեզուս կուլ տալով, Լեա։ Ոնց կարա մարդ այսքան աղբերախտ լինի։ Ոնց կարա աղբերներին ու պապուն այս վիճակին հասցնի ու հաճույք ստանա, իրան լավ զգա։ Լույսը որ բացվի ինչ է փոխվելու։ Մանան խելքի է գալու։ Հասկանալու է ամեն ինչ։ Հասկանալու է թե պապին ինչ է, աղբերներն ինչ են։ Լեո, մի հատ ինձ նայի, խնդրում եմ ինձ նայի ու հանգստացի։ Հերիք եղավ էլի։ Հերիք եղավ ինչ արեց։ Չեմ ուզում դեմքը տենամ, Լեա։ Չեմ ուզում։ Չեմ ուզում։ Հանգիստ։ Հանգիստ, Լեո։ Վերջ։ Այսօր գնացիր կորար։ Ինչի գնալուց չես զգուշացնում։ Անհանգստանում եմ, չէ։ Գնացել եմ մի քիչ քայլեմ, բաբ։ Դավիթ։ Ինչ է պատահել։ Նա ճիշտն ասա։ Մոտարի։ Նստի։ Ինչ է եղել ղաճը։ Էլ չեմ դիմանում, բաբ։ Ոչ ուժ է մնացել, ոչ էլ համբերություն։ Ուզում եմ հանգիստ ապրեմ։ Ուզում եմ հանգիստ քնեմ։ Ուզում եմ հանգիստ հաց ուտեմ։ Ուզում եմ հանգիստ տուն գամ։
Ուզում եմ, որ մեր տուն էլի սարքվի, բայց չգիտեմ ոնց սարքեմ, որովհետև անդադ քանդվում է։ Պատմի տեսնեմ ինչ է խոսի։ Ինչն եմ սխալանում, պապի, որ ոչ մեկիս կյանքում խաղաղություն չի գալիս։ Էլ չեմ դիմանում, ուսերս ցավում է։ Ես ուզում եմ պատասխան իմանամ, ոնց անեմ, պապի, ինչ անեմ, որ էլ չի հաստատվեմ այդ մանանից։ Ախր շատ եմ սիրում դրան։ Բայց ինչ անեմ, որ իմ հետ սենց է վարվում ինքը։ Ինչ է արել։ Էլի այդ գրիշի հետ է գնացել, պապի։ Էլի թքել է մեր բոլորի վրա, այդ լակոտի հետ գնացել է։ Լավ, եթե չի վախում մեզ կորցնելուց, չեմ հասկանում։ Տղա ջան, չի հասկանում։ Պապ չի զգում մեր կարիքը։ Թե այնքան ենք կարիքի մեջ մեծացել, որ այդ զգացողությունը մոտը բթացել է։ Ես չեմ ուզում ինքը կործանվի, պապ, որովհետև գրկից մեջ է մեծացել։ Բայց չգիտեմ էլ ինչ անեն լուրջ եմ ասում։ Դուք երեքդ էլ իմ գրկի մեջ եք մեծացել։ Վերկաց ասում եմ։ Կանգնի։ Ձերք սպրնի։ Ամուր։ Այսքան չվախենաս։ Փառք դուր Աստծուն։ Ոչ մի խնդրից չվախենաս։ Ու նորից փառք դուր Աստծուն։ Ամեն ինչ լավ լինել։ Դեռ չի եղել գիշեր, որից հետո լույսը քնած մնա։ Ուժեղ եղի։ Այսքան չմտածես ու չվախենաս։ Եղավ։ Դե մատուս գնա։ Քեզ կարգի մեր նոր կգաս։ Քեզ լաց լինելուց էլ չտեսնեմ։ Եղավ։ Գնա։ Ու հեռու չգնաս նորից, անհանգստանում եմ, չէ։ Ոնց ասես, պապ ջան։ Ես Գրիշի համար իմ ընտանիքին դեմ գնացի։ Տեսնենք Գրիշն իմ համար ինչ կանի։ Ուր էր։ Երկու գործ կա, պապ ջան։
Շատ գործունյա կերպարներ եք։ Ու այդ ո՞նց է ստացվում, որ ես մի 2 րոպեով տնից դուրս եմ գալիս, ձեր դրսի գործերը նոր առաջանում են։ Դա ինչ անեի նստեի պատերին նայել։ Նորից եմ հարցնում։ Ուր էիր։ Բարձա։ Քուրը դու է։ Չգիտեմ։ Լավ, դու ընդհանրապես ինչից ես տեղյակ։ Տյանի աղջիկդ երբ է ինձ մի բան տեղյակ բերել, որ Ես ոնց հասկանում եմ, դուք երկուսով փորձում եք ինձ հերթափոխով հասցնեք ինֆարկտի։ ավելի բա։ Վայ Դավոջան, ոնց եմ հոգնել այդ սպարկելուց, մեջքս տրաքում, բա չեմ էլ կարողանում նստեմ, սենց բան կլինի։ Ինչի չես կարող։ Վախենում եմ։ Ենքան երկաթ են խցկել անոթներից մեջ վախենում եմ նստեմ պոկվի։ Այ պապի։ Դավոջան, մեր հիմարից լուր կա։ Չպետք է պատմեի քեզ իր մասին։ Հիմա իզուր անհանգստանալու ես։ Տաննա գոնե։ Հա, Ճիշտն ասա։ պապի կլինի չխոսանք մանանից։ Վերկած գնա տուն տես ինչ կա, համել երեխեքին դերություն արա։ Չէ, ես կմնամ մոտդ։ Մի է։ Վախենում ես ինձ գողանան էստեղից։ Վերկած գնա տուն երեխեքին տեր կանգնի։ Առավոտը շուտ կգաս։ Լավ, պապ ջան։ Փող կա ձեռդ։ Հա, կա։ Կրպանումս փող կա, վերցրու։ Չէ, պապի, պետք չէ։ Վերցրու ասում եմ։ Պապի մի գոռա հիվանդանոցում ենք։ Դե ուրեմն վերցրու ինձ մի ջղանացրու։ Լրի վերցրու։ Լավ է, պապի։ Վերցրու։ Այ պապի։ Լեո, գիտես, որ ինձ կարաս վստահես։ Խոսա էլի հետս։ Ինչքան դու չես խոսում, այնքան ավելի վատ ես քեզ զգում։ Ինչ խոսամ Լեա։ Ընտանիքից հետ պատմի, մանանից։ Միասին վերլուծենք, հասկանանք ինչ լուծում կարող ենք տալ այս խնդրին։ Դու արդեն պետք է գիտակցես, որ մենակ չես։ Հորս ու մորս մահից հետո նենց տպավորություն ա, որ տունը լրիվ դատարկվել ա։ Ու անընդհատ ինչ-որ բանի պակաս կա։ Կպատմես ինչից են մահացել։
Մամաս Մանանին ու Մարկին ծննդաբերելուց է մահացել։ Մարկին։ Հա։ Մանանի զույգ աղբորը։ Ծննդաբերությունից հետո Մարկը մի քիչ առողջական խնդիրներ ուներ ու պապան տարավ իրան Մոսկվա բուժման համար։ Պապայի մահից հետո էլ Մարկին տենց էլ չգտանք։ Ճահավրալ է։ Ես չեմ էլ ուզում պատկերացնեմ ինչերի միջով է կանցել։ Այ հիմա հասկանում եմ ինչի եք Մանանի հետ կապված յուրաքանչյուր թեմային տենց սուր արձագանքում։ Մանանը մեր տան միակ աղջիկն է Լեա։ Ու մենք ամեն ինչ արել ենք, որ ինքը ոչ մի բանի պակաս չունենա։ Ինքը իրավունք չուներ սենց պատասխան տալու մեզ։ Իսկ պապատ։ Սպանել են։ Պատասխանի Լեա։ Հա, պապ։ Դու ժամանակի զգացողություն չունես։ Պարշեր, որ պիտի տնից դուրս չգաս, ոչ դու ոչ աղբերդ։ Հելենես տանն էի, պապ, հեսա գալիս եմ։ Տանն էիր։ Հա, դուրս եմ գալիս։ Լեա, արի քեզ տուն տանեմ, լավ։ Ես մինչև իմ աչքով չտեսնեմ, որ դու տուն ուտար, չեմ հանգստանա։ Լեո, համեն դու քեզ լավ չես զգում, հազիվ ես քայլում։ Վիճակը արի մի բարդացրու։ Ես լավ եմ, արի տանեմ։ Չէ, արի գնանք տուն, ես իմ աչքով տեսնեմ, որ դու ուտար տուն, հետո արա կգնամ մեր տուն։ Համել աչքս վախեցած է։ Իսկ դու ճանապարհից շեղվելու ես գնաս կռիվով ես։ Ես որ ուզում տանից էլ դուրս կգամ, կգնամ կռիվ կանեմ։ Իսկ ես Դավիթին կասեմ չի թողնի։ Ձևը գտել ես։ Բա